Ողջույն հարգելի ռադիոընկերներ եւ դիտողներ, Գործարար Ալիքի եթերում 2X հաղորդաշարն է եւ ես Մանե Բարեղամյանն եմ։ Իսկ այսօր զրուցելու եմ Loft կենտրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանի հետ։ Ողջույն Արևիկ ջան։ Ողջույն Մանե ջան։ Ո՞նց եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Գիտեք, մեր ոդկասթը կանանց առաջնորդության թեմայով է, քանի որ երկար տարիներ ես արդեն հետևում եմ ձեր գործունեությանը, Loft-ի գործունեությանը, եւ երբ ասում եմ Loft, ասոցացնում եմ Արևիկին, երբ ասում եմ Արևիկ, հիշում եմ Loft-ին։ Ուզում եմ մի քիչ խոսենք, թե ինչպես մարզից աղջիկը եկավ, հայտնվեց Երևանում եւ ինչպես սկսեց իր կարիերան, ոնց այդ սկիզբը եղավ, ու հետո արդեն կանդրադառնանք Loft-ին։ Շնորհակալություն։ Այս հարցը թերևս այս 12 տարիների ընթացքում իմ կարիերայի ամենասիրված եւ ամենահաճախ հնչող հարցն է եւ ամենաակտուալ, որովհետեւ ամեն օր մարզում ինչ որ մի ընտանիքում ավագ դպրոցականի ծնողները եւ ինքը նստած քննարկում են ինչպես տեղափոխվել մայրաքաղաք եւ ապագան կառուցել։ Մի կողմից ցավում եմ, որ այդ հարցը դեռ ակտուալ է մեր մարզերում, որովհետեւ պիտի արդեն իսկ մարզում կարողանային ունենալ այն ենթակառուցվածքը, կրթության այն որակը, կյանքի որակը, որ դուրս հոսքը կրճատվեր, բայց միևնույն ժամանակ ամբողջ աշխարհում մայրաքաղաքը մնում է մայրաքաղաք, դա կլինի Հայաստանում, թե մեկ այլ երկրում։ Ինձ մոտ այսպես անգամ շատ երկար չքննարկվող դա մի բան էր։ Այն իմաստով, որ ես երկար տարիներ սպորտով էի զբաղվում, սկսած 7 տարեկանից եւ պրոֆեսիոնալ սպորտային կարիերա ունեի 15 տարի հետո նոր թողեցի սպորտը։ Ինչ սպորտ է ձեւով հենդբոլ, ձեռքի գնդակ եւ որից 7 տարին կանանց ազգային հավաքականում էի խաղում։ Բայց տրավմա ունեցա, ինչպես բոլոր սպորտսմենները մեծամասամբ, եւ թողեցի ցավոք սրտի սպորտը, սա առանձին կարող ենք խոսել այս մասով, թե ինչքան բան է իմ կյանքում փոխել եւ տվել սպորտը։ Եվ քանի որ շատ էի ճամփորդում եւ մրցումների գնում արդեն իսկ փոքր տարիքից եւ շատ ինքնուրույն, հարցը չէր քննարկվում, որտեղ պիտի շարունակեմ կրթությունը, դա մայրաքաղաքն էր միանշանակ, եւ հենց սպորտից տված ինքնավստահությունը, ծնողներիս կողմից այդ վստահությունը դեպի ինձ, որ ես կկարողանամ, ես կհաջողեմ։ Եվ ես եկա մայրաքաղաք իսկապես լրիվ մենակ եւ շատ հաճախ վերջին տարիներին, երբ որ թվում է թե ինչ որ հասել եմ մի տարիքի, կյանքում ինչ որ մի փուլի, որ կարող եմ հանգիստ այսպես հատված առ հատված ես ինքս գնահատական տալ, ինչ եմ արել, ես փորձում եմ չթերագնահատել, նոր զրուցեցինք կադրից դուրս դրա մասին եւ ինքս ինձ ասել, որ ապրես դու ամեն դեպքում 16 տարեկանում գալ Վանաձորից Երևան եւ սկսել ինչ որ մի ճանապարհ հեշտ չէր։ Ցանկացած դեպքում մարզից այլ քաղաքից տեղափոխվել մեծ քաղաք միշտ բարդ է, նույն բանի միջով ես ինքս էլ անցել եմ, որովհետև արմավիրցի եմ ու այդ ռելոկացիան իմ պարագայում մի փոքր հեշտ է տրվել, որովհետև ավելի փոքր հասակից անընդհատ Երևանի հետ կապը եղել է, որովհետև Արմավիրը Երևանին ավելի մոտ էր, անընդհատ գնում գալիս էինք, բայց Վանաձորն ու Երևանը ամեն դեպքում իրարից հեռու են ու այդ կապը գուցեև պահելը այդքան էլ հեշտ չէ։ Բայց կարծում եմ, որ ցանկացած մարզից երիտասարդ այս խնդրին բախվում է, որովհետև մարզում ապրում ես այլ իրականության մեջ, գալիս ես մայրաքաղաք ու բախվում ես լրիվ այլ իրականության, այլ մասշտաբների։ Հետաքրքիր է, եթե անդրադարձը անենք, հա, Արևիկը ով մարզում էր, ուներ մեծ երազանքներ եւ ով եկավ այդպիսի մեծ երազանքներով Երևան, ինչ խնդիրների բախվեց, որոնք այսպես տպավորվել են քեզ մոտ։ Գիտես, երբ որ մարզում ես, քո աշխարհը սահմանափակվում է այդ մարզի սահմաններով, ցավոք սրտի եւ մեծ տարբերություն կա Հայաստանում 20 տարի առաջ ուսանողի կյանքը մայրաքաղաքում եւ մարզում եւ հիմա այդ 20 տարվա ընթացքում այնքան բան է փոխվել, որ այսօր նույն դժվարությունները չունեն երիտասարդները, ինչ 20-25 տարի առաջ 20 տարի առաջ այնքան կտրուկ էր տարբերությունը, այնքան մեծ անդունդ կար, իսկ հիմա ոչ, որովհետև հիմա համացանցի եւ մնացած այլ հնարավորությունների, կյանքի զարգացման, էկոնոմիկայի զարգացման, կոմունիկացիաների շնորհիվ բավականին կրճատվել է այդ կտրուկ տարբերությունը։
Միևնույն է, այս մասին կխոսենք, որովհետև հեռավոր մարզերից օրինակ, եթե մենք խոսում ենք Սյունիքի եւ այլն նմանատիպ մարզերի մասին, այո, երկու տարբեր աշխարհների մասին է խոսքը, բայց մոտ մարզերի պարագայում նաեւ արդեն կան զարգացած քաղաքներ, մեր աչքի առաջ Գյումրին ծաղկեց ու զարգացավ, Վանաձորը այդ ճանապարհին է, Դիլիջանը հրաշալի, այսինքն շատ մեծ տարբերություն ես կարծում եմ չկա։ Իմ պարագայում կար այսպիսի մի բան, որ ռայոնցի մի աղջիկ կամ ինքը Վարչով ապրող է։ Սրանք բավականին այսպես քո մաշկին կպցրած բաներ էին, այսպես պիտակներ էին, որոնց ենթատեքստը բնավ դրական չէր։ Եվ չգիտեմ հիմա դա փոխվել է թե չէ։ Այն ժամանակ նախ առաջինը դու պիտի հաղթահարեր այդ հոգեբանական խնդիրները, որովհետև քո ուշքն ու միտքը կրթվել չէր, պայքարներ, որ այդ պիտակներից դու ձերբազատվես, զուտ հոգեբանական ճնշում էր դա։ Դա ճնշում էր առաջին հերթին, երբ որ դու ապրում ես Վարչով, օրինակ 3-րդ մասում, եւ ձեր հարևանները ինչ որ հատուկ նախատրամադրվածություն արդեն իսկ ունեն մի հատ փոքր 16-17 տարեկան աղջկա հանդեպ բակի տղաները, բակի կանայք, հարակից խանութները բոլորը անգամ այն մարդը որ Վարչով է քեզ տվել այդ տունը ու շատ աննկատ դանդաղ բայց այս ամենը քո վրա մեծ հետք է թողնում դու չես էլ նկատում ինչպես է դա քեզ ճնշում, փոքրացնում, հարցեր առաջանում քեզ մոտ։ Մյուսը դա հասարակությունը, քո միջավայրը, ուսանողները, ովքեր այդ ռայոնցի բառը ես չգիտեմ ինչև հիմա դա մնացել է թե չէ, բայց այսօր երբ որ ես նայում եմ իմ ներֆորքը բավականին մեծ է, իմ շփման շրջանակը ծայրահեղ լայն է եւ երբ որ ես նայում եմ իմ շուրջը եւ տեսնում եմ որ իմ տարիներին, հետո, հիմա մարզից եկած երիտասարդը կերտում է այս երկիրը։ Եվ երբ որ ես նայում եմ տարբեր ինստիտուցիաների մեջ քաղաքական, բժշկական, կրթական, այն բոլոր միջավայրներում, այն բոլոր ոլորտներում, ղեկավար պաշտոններում նստած այն մարդկանց, ում իրենց կուրսեցիները ասում են ինքը ռայոնցի է եւ ինքը ակցենտով է խոսում եւ ծիծաղում էին դրա վրա։ Բարի ձևով են ծիծաղում, թե ինչ որ ներքին sense քմծիծաղ են տալիս, սա այլ հարց է, բայց սա պետք է արմատախիլ արվի եւ այսօր իսկապես եմ ասում, մարդիկ ում ես ոդկասթները լսում եմ, ում մոտ գնում եմ իմ երեխայի առողջությունն եմ վստահում, ում մոտ գնում եմ ինչ որ մի կարևոր իրավաբանական հարցով, բոլորը այդ ռայոններից եկած մարդիկ են, ովքեր շենացնում են մեր երկիրը։ Շատ համաձայն եմ, սա մի հատ խորքային հարց է, որի մասին կարող ենք կարծում եմ շատ երկար զրուցել։ Ես հիշում եմ, որ փոքր հասակում ինձ ասում էին. «Վայ, դու ինչի արմավիրից ես, բա ինչի քո թուշիկները կարմիր գույնի չեն»։ Բոլորի մոտ ասոցիացիա էր, որ եթե դու մարզից ես կամ որևէ ռայոնից ես, ապա պիտի անպայման քո թուշիկները լինեն կարմիր, դու լինես շատ վատ հագնված, չգիտեմ ինչ ասոցիացիաներ ունեն մարդիկ մարզերում ապրող երիտասարդների նկատմամբ։ Բայց օրինակ ինձ մոտ ինչ որ պահից սկսած դա կոտրվեց։ Արդեն ինձ համար միևնույն էր մարդիկ ինչ կասեն, ինչ չեն ասի, որովհետև դա ինձ համար փաստ էր։ Ես արմավիրցի եմ, ով ինչ ուզում էր, թող մտածեր։ Ես միշտ եմ ասում, որ հպարտ եմ իմ մարզի համար, հպարտ եմ, որ արմավիրից եմ ու ամեն ինչ անում եմ արմավիրում անընդհատ լինելու համար, ինչ որ մի բան այնտեղ գործունեություն ծավալելու համար ու շատ ուրախանում եմ, որ տեսնում եմ մարզերը զարգացման ճանապարհին են։ Օրինակ հիմա նույն հաջողությամբ մեր արմավիրը, որը այդքան Երևանին մոտ է, շատ խնդիրներ ունի, բայց մեր քաղաքն էլ է զարգանալու ճանապարհին ու ես տեսնում եմ այդ երկու իրականությունները մի քանի տարի առաջվա, թեկուզ մարդկանց մտածելակերպի մեջ ու հիմիկվա տարբերությունը ահռելի է։ Նախ հնարավորություններն են այլ, փոխվել է շատ բան։ Հետո մարդկանց վերաբերմունքը կարծում եմ Երևանում էլ է փոխվել, որովհետև իրականությունը փաստեց այլ բան, որ այո, մարզից եկող ցանկացած մարդ կարող է իրավիճակ փոխել, կարող է առաջին պաշտոններում լինել, կարող է երկրի ղեկավարող օղակի մեջ լինել եւ այդտեղ արդեն տարանջատել ռայոնցի, արցախցի, վանաձորցի եւ այլն, կարծում եմ անգամ անիմաստ է թեման էլ շահարկել, որովհետեւ Արցախից հետո հատկապես շատերս հասկացանք, որ այլևս պիտակավորումները իմաստ չունեն։ Չկա արցախցի,
լորեցի։ Բոլորս հայ ենք, բոլորս ունենք մեր երկիրը ու այսօր ունենք շատ լուրջ խնդիր մեր երկիրը պահելու, մեր անվտանգությունը պահելու մասով։ Բայց ուզում եմ մի քիչ խոսենք ամեն դեպքում գործունեությանդ մասին, քանի որ դու ղեկավարում ես լոֆթերը, որտեղ կարծում եմ, որ հաստատ բոլոր երիտասարդները գոնե մեկ անգամ եղել են այդ միջավայրում, հետաքրքիր է, արդեն 12 տարի, չէ, ղեկավարում ես լոֆթերը։ Ինչ գործունեությամբ են զբաղվում լոֆթը, որպեսզի նաև մեր ունկնդիրները, ովքեր չգիտեն, ապա տեղեկանան եւ հետաքրքիր է ոնց եղավ աճը, տարբերությունները, այսօր ինչ կետում եք։ Շնորհակալ եմ, Մանե ջան։ Լոֆթը արդեն պատմություն ունի, այսպես դարձել է մեր երկրի եւ մասնավորապես մայրաքաղաքի մի մասնիկ։ Երբ որ 2000-ականից հետո փաբային կյանքը շատ զարգացած էր Երևանում եւ պետք էր մի հատ նոր բան ձևավորել, մի հատ նոր միջավայր ստեղծել եւ ես այնքան ուրախանում եմ, որ մենք դրա պիոներն ենք եղել եւ այդ մոդելի պիոներն ենք եղել ձևավորելով այդ առողջ միջավայրը հենց երիտասարդների համար, չնայած որ իրակություն բոլորիս այսօր լոֆթը դարձել է մարզերում եւ Երևանում բոլորի համար միջավայր, երբ որ դու մտնում ես, տեսնում ես տատիկ պապիկների, տեսնում ես 3 տարեկան բալիկների գորգի վրա ինչ որ երաժշտություն են լսում, տեսնում ես բոլորին լոֆթում, հասկանում ես, որ այդ 12 տարին դնելով քո եւ թիմի ամբողջ ժամանակը, ներուժը, ռեսուրսները, երազանքները այդ բրենդի ձևավորման մեջ իզուր չի եղել։ Մենք լոֆթը բացելիս մի տեսլական ունեինք, որ պարտադիր այն պետքա գնա դեպի մարզեր։ Սա մեր ստրատեգիկ ամենակարևոր ուղղությունն ու որոշումն էր ֆիզիկապես լինել այն մարզերում, որտեղ դրա կարիքը շատ կա, եւ մենք սկսեցինք Գյումրիից 2016-ին։ Դեռ անգամ շատերը Երևանում կոնցեպտը չէին պատկերացնում, որ լոֆթը դա միջավայր է, որտեղ ցանկացած մեկը կարող է գնալ, զբաղվել իր սրտի ուզած գործունեությամբ, ոչ ֆորմալ կրթություն ստանալ, իր ինտելեկտուալ ժամանցը կազմակերպել, որտեղ սա էլ շատ կարևոր է։ Մենք ժամանցին երբեմն շատ քիչ ենք տեղ տալիս, ինչը շատ կարևոր է ցանկացած երիտասարդի համար, մասնավորապես մարզերում, որտեղ դրա պակասը կա։ Գյումրիից հետո Վանաձորն էր, Վանաձորից հետո Մեղրին, Իջևանը, հիմա Նոյեմբերյանը արդեն մի կարևոր բան, որ մարզային լոֆթերը շատ ակտիվ ձևով կառավարության հետ համագործակցության արդյունքում սկսեցին շատանալ եւ մենք այս պահին երիտասարդության մասի օրենքի ռազմավարության, այսպես պատվիրակումը կատարողն ենք մարզերում։ Ինչ է դա նշանակում։ Ոչ ֆորմալ կրթության, հմտությունների ու կարողությունների զարգացման, ինտելեկտուալ ժամանցի նիտ երիտասարդների, դա այն երիտասարդներն են, որոնք չեն աշխատում եւ չեն սովորում, հա, ակտիվ ու բանիմաց քաղաքացի ձևավորելու, այսպես մի քանի ուղղություններով մենք ունենք հստակ ծրագիր, որը ներդրված է մարզային լոֆթերի կյանքում, դրանք անվճար են, մարզային լոֆթերի մուտքերը անվճար են, բացառությամբ Վանաձորի, որտեղ կա շատ սիմվոլիկ մի քանի 100 դրամի այսպես մուտքավճար, իսկ լոֆթերը ամբողջովին անվճար են մարզերում եւ ցանկացած մեկը կարող է գնալ լոֆթ եւ ամսվա կամ տարվա կտրվածքով պլանավորված կրթական, ոչ ֆորմալ կրթական ժամանցային իրադարձություններին մասնակցի եւ մենք այնքան լավ ցուցանիշներ ունենք այս տարիների ընթացքում ամեն տարի մասնակցայնությունը այնքան է մեծանում անգամ ծնողների հետաքրքրվածությունը, որ իրենց երեխաները տարբեր տարիքային մեր հիմնական թիրախումբը դա հենց երիտասարդներն են եւ ծրագրային պարտադիր բովանդակային պլանը գրված է երիտասարդների համար։ Եվ մենք Մեղրիում, Նոյեմբերյանում, Իջևանում այս պահին եւ մշտապես շաբաթվա 6 օր իրականացնում ենք այդ ծրագրերը զատ նրանից, որ լոֆթ ուղակի որպես հանրային վայր բաց է համայնքի ցանկացած մեկի համար ինքնակազմակերպելու իրենց սեփական ծրագրերը նախաձեռնելու։ Այստեղ ամենակարևորն այն է, որ մենք շատ ենք ուզում, որ համայնքը, այս դեպքում նաև համայնքապետարանը, որովհետև դա մի կարևոր օղակ է, որից մենք չենք ուզում կտրել լոֆթ, այլ հակառակը մենք ուզում ենք լոֆթը հնարավորինս կցել, որ համայնքապետարանը նաև զգա, որ իրենց համար դա կարևոր է, որ իրենց համայնքում լինի լոֆթ կենտրոն իրենց երիտասարդների համար։
Իսկ երիտասարդներին ավելի մոտիվացնում ենք համայնքային աշխատանքներ ու համայնքային ծրագրեր անելու, որպեսզի այստեղ Երևանում նստած իմ լոֆթի հիմնադրի կամ մեկ ուրիշի համար այնքան կարևոր չլինի, օրինակ Մեղրի համայնքում այգին բարեկարգելու խնդիրը, որքան հենց Մեղրի համայնքի երիտասարդների։ Եվ այս գիտակցումը մենք ուզում ենք տարբեր ծրագրերի միջոցով եւ շատ պրոակտիվ լինելով մարզերում մտցնել այդ երիտասարդների մեջ եւ հետո նաեւ երբ որ մի քիչ էլ սերունդ փոխվի, արդեն իրենք հասկանան, որ իրենց համայնքի տերը հենց իրենք են։ Եվ իրենք սկսեն մեզ արդեն այսպես բան անել, որ եկեք այս ծրագիրն անենք, եկեք մյուս ծրագիրն անենք, եւ մենք այդ ճանապարհին ենք 12 տարին քիչ չէ ամեն դեպքում։ Շատ ակտիվ է Վանաձորը, նոյեմբերյանը մեր վերջին բացված լոֆթն է, բայց ամեն մարզ իր սպეციფიკան ունի, իր հետաքրքրությունն ունի եւ ամեն մարզի երիտասարդության հետ աշխատանքը ինքը լրիվ առանձին նոր սովորելու ու նոր ուսումնասիրելու մի ուղղություն է։ Ես հիացած եմ օրինակ նոյեմբերյանցի երիտասարդների ակտիվությամբ, պատրաստվածությամբ, իրենց բացարձակ պետք չէ բացատրել, որ լոֆթ գալ է պետք։ Ի տարբերություն օրինակ Վանաձորում մենք խնդիր ունեինք, որ մենք շատ ուժեղ խոսք ամենասկզբից չունեինք։ Շատ դժվար։ Այնտեղ այլ սպეციფიკա էր, ինչ որ այդ կուլտուրան տեղ գնալու, որտեղ պիցա չկա, ոչ մի բան չկա եւ որտեղ կա հենց բովանդակային բան։ Նոյեմբերյանի պարագայում դա բացարձակ խնդիր չէ եւ այլն։ Փորձում ենք այդ բալանսը պահել եւ նաեւ ինքներս ծրագրերը ադապտացնել ամեն մարզին, ամեն համայնքին համապատասխան աշխատելով այնտեղի թիմերի հետ։ Մեզ համար շատ կարեւոր նախապայման է, որ մարզային լոֆթ կենտրոններում թիմերը լինեն տվյալ մարզից երիտասարդներ եւ այնտեղ ներսում ունենք երիտասարդական աշխատակիցներ, ովքեր անընդհատ վերապատրաստվում են, ովքեր անընդհատ սովորում են ինչ բան է երիտասարդական աշխատանքը, նաեւ դուրս Հայաստանից դուրս փորձում են կազմակերպել, որ մասնակցեն տարբեր ֆորումների երիտասարդական եւ այդ փորձը հետ բերեն եւ ներդնեն իրենց համայնքի երիտասարդների համար ծրագրերում։ Իսկ ինչ խնդիրներ ունեն մարզերի, հերու սահմանային մարզերի երիտասարդները, որոնք այսպես ակնհայտ են, որոնք դուք նկատում եք։ Մենք հաճախ կազմակերպում ենք տարբեր մակարդակի հանդիպումներ, սկսած մարզպետ, համայնքապետ, ոչ ֆորմալ, դու ինչպես գիտես, լոֆթը այս 12 տարվա ընթացքում չքաղաքականացված, որևէ պրոպագանդիստական ինչ որ բաներ չունի եւ դա մեր, այո, եւ սա ոնց որ մեր ամենամեծ ձեռքբերումն է դժվար ճանապարհով։ Միևնույն ժամանակ մեզ համար շատ կարևոր է այս պահին ունեցած իշխանության հետ աշխատել այնքան լավ, այնքան սերտ, ստեղծել բարիք երկրի համար։ Եվ այնքան հեշտ է մեզ հիմա ստացվում օրինակ հրավիրել մարզպետ, քաղաքապետ, թիմ ներկայացուցիչ եւ քննարկել շատ այսպես ոչ ֆորմալ, ընկերական, ջերմ եւ լոֆթային միջավայրում տվյալ համայնքի երիտասարդների խնդիրները եւ սա աշխատում է։ Մի օրինակ բերեմ, որ օրինակ Վանաձորի քաղաքապետի հետ հանդիպման արդյունքում երիտասարդները առանց արդեն մեր ինիցիատիվայի ստեղծել են քաղաքապետին կից ինչ որ երիտասարդական բան, որ իրենց խնդիրները անմիջապես կարողանան տեղյակ պահել։ Այս հանդիպումների ընթացքում, որոնք հենց ես եմ գնում մոդերացնում, որովհետև ես անձամբ ուզում եմ այդ կապող օղակի արանքում լսել այդ խնդիրը եւ հետո նաեւ հետեւել, ինչ որ մի ձևով օգտակար լինել, որ տեղ հասնի եւ հետադարձ կապ լինի խնդրին։ Տրանսպորտացիայի խնդիր օրինակ Վանաձորում տարական մի բան է, չէ, բայց կան մարդիկ, ովքեր իրենց թաղամասից պետական համալսարան հասնելու խնդիր ունեն։ Այնպիսի խնդիրներ են բարձրացրել, թափառող շների խնդիր, կրթության որակի խնդիր, ժամանցային վայրերի խնդիր։ Մարզում ավելի հետաքրքիր իրադարձություններ ունենալը իրենց պահում է մարզում։ Օրինակ տվյալ հանդիպումների ժամանակ շատ քիչ եմ լսել հարց, որ մենք ուզում ենք տեղափոխվել մայրաքաղաք, բայց մենք ուզում ենք մեր մարզում էլ հավես լինի ապրելը։ Աղբահանությունից սկսած երիտասարդները հարց են բարձրացնում, բայց հիմնականը դա ինֆրաստրուկտուրաների բացակայությունն է, ակտիվ ժամանցի բացակայությունն է, կրթության որակի վերաբերյալ նաև այսպես քննարկումներն են։ Այս խնդիրներն են։ Իհարկե, իմ կարծիքով նաև կա մշակութային հարցեր, այն իմաստով եւ այն culture ասվածը, հա, որ տեղեր կան, որ շատ ավանդապաշտական բաներ կան եւ սա խանգարում է երիտասարդներին ինքնադրսևորվել,
Ես կարծում եմ համայնքներ կան, որ ուշ ժամին աղջիկներին ինչ որ միտեղ գնալը դեռևս խնդիր է բայց ես սրան ված չեմ նայում։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի եւ պետքա ժամանակ տանք այդ փոփոխություններին։ Ոչ մի բան միանգամից չի կարող լինել։ Միանշանակ ժամանակները փոխվում են, մարդիկ փոխվում են, հետո երիտասարդները նոր շունչ են բերում իմ կարծիքով։ Իրենք այն օղակն են, ովքեր ավելի կապ ունեն եւ մայրաքաղաքի հետ եւ սոցցանցային ներգրավվածություն ունեն ու փոփոխությունները շատ արագ են լինում։ Բայց ուզում եմ մի քիչ ավելի անցում կատարենք դեպի անձնական դաշտ, որովհետեւ գիտեմ, որ դու բացի քո հանրային եւ գործնական ակտիվությունից նաեւ մայրիկ ես ու հետաքրքիր է, այսպես դե միշտ հետևում եմ քեզ, իհարկե Facebook-յան հարթակում միշտ տեսնում եմ, որ Արևիկը փորձում է ակտիվ ներգրավվածություն ունենալ տարբեր ոլորտներում, միշտ տարբեր միջոցառումներում ներկա է, բայց դրա հետ զուգահեռ գիտեմ, որ ունես բալիկ, փորձում ես բալիկիդ կյանքում ակտիվ ներգրավված լինել։ Հետաքրքիր է ոնց ես բալանսը պահում։ Լսի, իրականում այդ հավասարակշռությունն ասված է այս մի հարցում մայրիկ, պրոֆեսիոնալ, անձնական կյանք, կարիերա չկա հավասարակշռություն։ Այնտեղ, որտեղ չես կարող հավասար ամեն ինչ բաշխել, փորձում ենք անընդհատ ինչ որ հավասարակշռություն բերել եւ մենք փորձում ենք այդ բոլոր դերերում լինել միառժամանակ։ Ինչը ամենասխալն է։ Շատ հաճախ հիմա երևի մեր լսարանը եւս այսպես ինքն իրեն այդ հարցը կտա, երբ որ ես բարձրաձայն եմ օրվա վերջում դու հասկանում ես ու քեզ հարց ես տալի, արդյոք ես այսօր եղա այն բոլոր դերերում իդեալական կամ հասցրեցի լինել այնքան, որքան որ պետք էր։ Եվ իհարկե, այս հարցը ծանրացնում է օրվա վերջը, ինչու, որովհետև դու չես հասցնում դա անել։ Եվ ոչ թե խնդիրը այստեղ ժամանակն է, այլ այն սպասումները, որոնք մենք մեզ վրա դնում ենք։ Եվ շատ հաճախ այդ ակնկալիքները ու սպասումները մերն էլ չեն։ Եվ այս հարցում մենք չափազանց խիստ ենք ինքներս մեր հանդեպ, բայց շատ այլ կանանց մենք գովում ենք եւ շատ հեշտ ասում ենք, որ դու ամեն ինչ հոյակապ ես անում, բայց ինքներս մեզ օրվա վերջում միշտ հարց ենք տալի, որ մի բան թերի էր։ Այստեղ խնդիրը ոչ թե նրանում է, որ մենք այդ հավասարակշռությունը չկարողացանք պահել, այլ մենք ուզում ենք այս բոլոր դերերում լինել հենց հիմա, այս պահին եւ այսօր։ Դա անհնար է։ Ոչ ոք դա չի կարողացել անել։ Եվ դու պիտի աշխատես լինել եւ քեզ այդ հարցը տալ ինձ համար այս պահին ինչն է կարևոր եւ ես ինչ եմ ուզում այս պահին այսօր լավ մայրիկ, լավ վաղ աշխատավայրում լավագույն առաջնորդ, պրոֆեսիոնալ, մյուս օրը շատ լավ զուգընկեր, մյուս օրը շատ լավ զավակ, բայց մեկ օրվա մեջ այս ամենը անկեղծորեն հնարավոր չէ։ Եվ երբ որ գալիս է հարցը հավասարակշռության, մենք փորձում ենք հավասար դնել այնտեղ, որտեղ դա իրականում անհնար է։ Այս ոնց որ այն աքսիոման, որ ես ինքս ինձ համար այս երկար տարիների ընթացքում ես այսպես հոգով գերազանցիկ եմ։ Եվ սա մանկուց է գալիս։ Եվ ես եղել եմ այդտեղ, երբ որ ես փորձել եմ օրվա մեջ լինել այս բոլոր դերերում իմ ուզած լավագույնը։ Բայց այդ այրումը գալիս է այն պահին, երբ որ դու հասկանում ես, որ դու անընդհատ դժգոհ ես, անընդհատ ներքին տագնապ կա, որ ինչ որ մի բան թերի է մնացել։ Դու աշխատանքի ես, ամեն ինչ շատ արդյունավետ ես անում, հրաշալի օր ես ունեցել աշխատանքային եւ տուն գնալիս քեզ հարց ես տալի. Արդյոք ես իմ երեխայի օրը այսօր զգացել եմ։ Երբ որ դու երեխայիդ հետ ես, հրաշալի ժամանակ ես անցկացնում, բայց դու անընդհատ ձեր աչքի պոչով նայում ես հեռախոսին, հաղորդագրություններին, ուզում ես այդ email-ին էլ պատասխանել ու նորից մտովի աշխատանքի մեջ ես, այդ պահին նաև դու նորից քեզ հարց ես տալի, բա որ այնտեղ, այստեղից էլ ծագում է մեղքի զգացում։ Չկա մի կին, ով կարիերայի մեջ կամ ոչ կարիերայի մեջ, բայց այս մեղքի զգացումը չի ունեցել։ Ու սա շատ հաճախ ոչ թե դառնում է ինչ որ պահի զգացողություն, այլ դառնում է շատ ֆոնային զգացողություն։ Եվ քեզ անընդհատ հետապնդում է այս ֆոնային զգացողությունը։ Արդյոք ես բավարար եմ ամենտեղ։ Բայց մենք պետքա սովորենք մի պահ կանգ առնել եւ ինքներս մեզ հարց տալ.
ինչն է այս պահին ինձ համար կարևոր։ Ոչ թե այն մարդկանց, հասարակության, հարազատների, ընկերների, ովքեր ինչ որ սպասելիքներ ունեն։ Եվ իրականում շատ հաճախ որևէ մեկը մեզ առավոտյան չի ասում՝ դու այսօր պիտի լինես իդեալական բոլոր այս դերերում։ Ոչ ոք։ Գուցե ոչ ոք չի ասում, բայց հասարակության մտածելակերպն է այդ պարտադրանքը մարդու մոտ առաջացնում, այդ պարտադրանքի զգացողությունը, որը առաջացնում է ճնշումը, որ ես պիտի լինեմ եւ այս ոլորտում լավագույնը եւ լինեմ լավագույն մայրիկ եւ լինեմ լավագույն գործընկեր։ Բայց հարցը նրանումն է, որ այո, լավագույնը ինչքան էլ որ ցանկությունդ մեծ լինի, բայց չես կարող լինել, որովհետեւ դա իրատեսական չէ, բայց պետք է փորձես գոնե քո առավելագույնը անել։ Ուղղակի այստեղ նաև արդեն ես զգում եմ շատերի հետ զրուցելուց նաև զգում եմ, որ մարդիկ բախվում են այն խնդրին, որ երբ փորձում են իրենց բոլոր ոլորտներում լինել լավագույնը, իրենք կորցնում են իրենց ներքին հանգիստ եսի զգացողությունը, ու դա էլ է իրենց մոտ եւ այրում առաջացնում, եւ մեղքի զգացում առաջացնում, որովհետեւ իրենք սկսում են այլևս իրենց մարմնում չապրել, իրենք ամենուրեն, բայց ոչ իրենց համար, իրենց մարմնում, իրենց մտքերում, իրենք տեղում չեն, այսպես ասած։ Իհարկե, իմ միտքն է շարունակում, որովհետև երբ որ դու ուզում ես լինել այս բոլոր դերերում, հասցնել եւ բավարար լինել, շատ աննկատ ձևով, ոչ կտրուկ, դու սկսում ես քո սեփական եսը կորցնել։ Հենց այստեղ է որ պետք է անպայման հարց տալ, ինչ եմ ես ուզում այս պահին։ Գիտես, մենք ստեղծել ենք այդ որ հասարակությունը ինչ որ ճնշում ունի մեզ վրա, բայց սա երբեմն պետքա մենք կարողանանք մի հատ այդ sense պատրել նաև դրա խորքը հասկանալ, իրականում մենք ենք մեզնից ակնկալիքներ ու սպասելիքներ ավելի բարձր դնում, քան հասարակությունը։ Մեծ հաշվով օրվա վերջում որևէ մեկը մեզնից քննություն չի վերցնում։ Որևէ մեկը, ոչ առավոտյան որևէ մեկը այդ հասարակության մեզ, ով է այդ հասարակությունը։ Մենք շատ հաճախ sense ուղղակի բան այդ հոսքի մեջ ընկած գնում ենք ու էս էլ sense ասում ենք որ հասարակությունը ոչ ոք առավոտյան մեզ չի տալիս խնդիր եւ ոչ ոք երեկոյան չի գալիս մեզնից այդ քննությունը վերցնի եւ հարցնի դու ոնց տվեցիր այդ քննությունը արի հանձնենք դու որ դերում ինչպիսին եղար։ Մենք ենք մեզանից մեծ ակնկալիքներ դնում շատ հաճախ։ Լավ, բայց ինչպես կինը գտնի այդ ներքին խաղաղությունը, ներդաշնակությունը, որ եւ չունենա մեծ ակնկալիքներն ինքն իրենից եւ փորձի գոնե իր չափով լինել լավագույնը իր հնարավոր դերերում, բայց նաեւ ինքնախարազանմամբ չզբաղվի։ Ցավոք ես չունեմ դեռ այդ պատասխանը, ես ինքս այդ ճանապարհին եմ։ Միակ մինչ այս պահը, մինչ այս հարցը ինձ մոտ եկած այդ ինսայթը, որ ես կարող եմ ասել ներիր բառի համար, այդ բացահայտումը ինքս ինձ համար, դա ինքնագիտակցված պահերն են օրվա մեջ։ Թվում է շատ պարզ եւ տրիվիալ մի բան, ես հիմա դա սովորում եմ անել։ Մի պահ 10 րոպե եւ 5 րոպե ուղղակի ինքնագիտակցված մոմենտ ունենալ սեփական անձի հետ։ Ես ոնց եմ զգում, ինչ եմ զգում, իսկապես այդ պահին ոնց եմ զգում, ինչ եմ զգում եւ ինչ եմ ցանկանում։ Երբ որ սա որպես վարժություն սկսում ենք անել, ինչպես որ օրինակ մեջքի մկաններն ենք զարգացնում կամ ոտքերի մկաններն ենք զարգացնում, որտեղ դիսցիպլինա է պահանջում։ Երբ որ սա եւս դարձնում ենք օրվա դիսցիպլինա, ինքնագիտակցված պահեր ունենալ, անգամ տետր ունենալ եւ այդ պահին գրել այդ պահի ապրումները, զգացողությունը, բայց շատ ազնիվ ձևով, որտեվ ինքնահոսի տակ է օրը անցնում, շատ իմպուլսիվ այսպես բաների մեջ եւ մենք իսկապես կորցնում ենք այդ ներդաշնակությունը։ Դա գալիս է հենց այդ ինքնագիտակցված պահեր չունենալով։ Եվ երբ որ դու քեզ սկսում ես հարց տալ ազնիվ պատասխանել եւ սկսել անալիզել, այդ ներդաշնակությունը ինքնին գալիս է։ Այդ մի բան չի, որ դու կարող ես ասել ես այսօր պետքա ներդաշնակ լինեմ։ Չաշխատի։ Ինձ թվում է ներդաշնակությունը շատ երկար ու անդադար աշխատանք է առանց
Այն պահի, որ այո, ես ներդաշնակ եմ, ինձ թվում է, որ մարդիկ միշտ ձգտում են ներդաշնակության, եթե անգամ ինչ-որ ներդաշնակության կարգավիճակի հասած են լինում, մեկ է իրենց էլ ավելի շատ ներդաշնակություն է պետք, ավելի հոգևոր, մտավոր, գիտակցական, շերտերում ավելի ներդաշնակ լինելու համար, որովհետև մարդը անընդհատ իր պահանջմունքները ավելացնում է։ Մի հոգեբանկար ասում էր, որ մարդու հոգեհուզական դաշտը ինքը սահմաններ չունի, այսինքն դու ինչքան աճում ես հոգեբանական առումով, քո սահմանները, քո ցանկություններն ու պահանջմունքները էլ ավելի մեծանում են, այսինքն ակնկալել, որ կգա մի պահ, որ ես ինձ կզգամ լիարժեք ներդաշնակ, գուցե եւ այդ պահը չլինի ու էլի լինի չարդարացված ակնկալիք ինքդ քո անձի նկատմամբ։ Սա հետաքրքիր էլի միտք է, որի շուրջ կարելի է երկար մտածել, բայց վերջերս ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ ինչքան էլ փորձում եմ լինել ներդաշնակ, բայց դե անհնար է առօրյա կյանքի տոքսիկ ու լարված միջավայրներից խուսափելը։ Դա էլ պիտի լինի ու ըստիս շատ կարևոր է նաև հասկանալ, թե ոնց է պետք արձագանքել լարված իրավիճակներին։ Հետաքրքիր է քո կարծիքը լսել, օրինակ դու վստահ եմ աշխատանքի մեջ կյանքում բոլորս ենք ունենում, որ լարված իրավիճակներ են լինում, խնդիրներ են լինում, որոնք պետք է հրատապ լուծել կամ լինում են կոնֆլիկտային միջադեպեր։ Սրանք տհաճ են բոլորի համար։ Չեմ կարծում, որ որևէ մեկը դա սիրում է կամ հատուկ է անում։ Հետաքրքիր է դու ոնց ես վերաբերվում ես սիտուացիաներին։ Ես կարծում եմ սա կախված է մարդու զարգացման տարբեր փուլերից։ Մենք անդադ զարգանում ենք, անդադ տրանսֆորմացվում ենք։ Ամեն ինչի մեջ հարաբերություն կա։ Դու եւ քո աշխատավայրը, դու եւ քո կարիերան, դու եւ քո ընտանիքը, դու եւ քո բալիկը, դու եւ քո գործընկերները եւ այն տաքս ու վարորդում հետ դու գնում ես եւ լարված սիտուացիա ձևավորվեց, սա փոխհարաբերություն է։ Այս փոխհարաբերությունների մեջ միշտ կա զարգանալու տեղ։ Եվ ես իմ կարիերայի ընթացքում, կյանքի ընթացքում զարգացման տարբեր փուլերում տարբեր ռեակցիաներ եմ տվել։ Միտեղ շատ ավելի վատ, միտեղ շատ ավելի թույլ, միտեղ շատ ավելի հում եւ տարիքի եւ փորձառության հետ սկսել եմ զարգացնել ավելի գիտակցված մոտեցում, ոչ թե էմոցիոնալ մոտեցում։ Սուտ կլինի, որ ես ասեմ, որ ես էմոցիոնալ պահեր չեմ ունենում, հակառակ ես շատ էմոցիոնալ մարդ եմ եւ շատ լավ հասկացել եմ, որ դա իմ թույլ կողմերից մեկն է, պիտի զարգացնեմ նաեւ ավելի գիտակից եւ ռացիոնալ մոտեցում։ Ես միշտ աշխատել եմ եւ դա ինձ օգնել է առաջին ռեակցիայից վրա։ Որպեսզի ես կարողանամ իմ առաջին ռեակցիան շատ գիտակցված անեմ։ Եթե դա էմոցիոնալ է, ես իրեն զսպում եմ եւ օրինակ, եթե ես պետքա գրեմ շատ այսպես էմոցիոնալ նամակ, կլինի գործնական, անձնական, այլ ես գուցե իրեն կգրեմ եւ հիմա վարժությունը արդեն իմ մոտ ձևավորվել, ես իրեն կթողնեմ, որ ինքը ապրի եւ ես ապրեմ առանձին, մի քիչ 10 րոպե, 1 ժամ, 1 օր, 2 օր եւ հետո նոր վերաընթերցեմ։ Այդ վերաընթերցման ընթացքում նաեւ արդեն վերանայեմ իմ վերաբերմունքը տվյալ սիտուացիային։ Եվ արդեն հնարավոր է լինում, որ նամակը չի ուղարկվում, հնարավոր է լինում, որ ամբողջովին փոխվում է, հնարավոր է լինում մի քիչ այսպես կոնսպեկտվում է, բայց ամեն դեպքում ես իմ առաջին ռեակցիաների վրա աշխատում եմ եւ դա օգնում է լարված իրավիճակներում մնալ adekvat, մնալ ինչպեսին դու ներքուստ քո ամբողջ կառուցվածքով ես, ոչ կոնֆլիկտային, բարի կամ ընդունող կամ հասկացող եւ մյուս գործիքը, որ ինձ շատ օգնում է, դա առանց գնահատականի մոտենալ ամեն ինչին։ Սա փրկության պես մի բան է, ներքին հոգիդ այնքան խաղաղ ու ազատ է ապրում, երբ որ դու քեզ մարզում ես, որ դու առանց գնահատականի մոտենաս քո դիմացի մարդուն։ Այսինքն շփվես իր հետ, բայց փորձես լավ ու վատ չգնահատական չտաս։ Լավ ու վատ, սիրուն ու տգեղ, խելացի ու անխելք, չար ու բարի, ցանկացած դու գնահատական չունենաս։ Սա շատ դժվար է, բայց երբ որ դու սկսում ես դրա վրա աշխատել, ամեն ինչ շատ հեշտանում է։ Հետաքրքիր միտք ասացիր, բայց ո՞նց ես դու դա փորձում անել։ Օրինակ հիմա եթե ես մի գեղեցիկ բան տեսնում եմ ու ռեալ ինձ մոտ գնահատականը աշխատում է, որ սա գեղեցիկ է։ Ինչպես չորակել, որ դա գեղեցիկ է, կամ եթե օրինակ ուզում ես ինչ-որ մեկին կոմպլիմենտ անել, ասել, որ գիտես դու այսօր շատ գեղեցիկ ես։
Ոնց անել դա։ Գնահատականով մոտենալը դա քննադատության մասին համատեքստ ունի։ Երբ որ մենք մի բանը ինքներս մեզ ասում ենք, այսօր սիրուն եմ, սիրուն չեմ եւ այլն։ Կոմպլիմենտ անելը, լավը, գեղեցիկը նկատելը, սրանք իրանց անունները, ինչպես որ դու տվեցիր, ունեն։ Այսինքն ես այսօր ասում եմ, որ դու շատ գեղեցիկ ես, եւ սա ոչ թե կոմպլիմենտ է, ես դա տեսնում եմ արդեն, ոչ թե ուզում եմ քեզ փաղաքշեմ, չէ։ Խոսքը նրա մասին է, որ ես ներքուստ արդեն ինչ որ մի հատ գնահատականով, որ մանեն ես ինչ հարցեր է ինձ տալիս, այս մոտեցմամբ եմ, դա քննադատության մասին է։ Այո։ Հետաքրքիր մոտեցում է։ Իսկ դու որպես առաջնորդ, ով ունի իր ուսերի վրա խնդիր, կամ չասեմ խնդիր, լավ, իր ուսերի վրա ունի պարտականություն թիմին առաջնորդելու, երիտասարդներին մոտիվացնելու, օրինակ ծառայելու մասով։ Դու ինչպես ես փորձում այդ էներգիան քո մեջ գտնել, որտեղից ես փորձում սնվել, որպեսզի կարողանաս անկախ քո կյանքի իրադարձություններից լինել այն ռեսուրսում, որ կարողանաս այս աշխատանքը տանել։ Վերջին շրջանում շատ դժվար։ Առաջինը մարդկանց մոտ միշտ կա մասնագիտական այրում ասվածը, մայրիկների մոտ կա մայրական այրում ասվածը, մարդու մոտ կա տարիքային կրիզիս ասվածը, կա հասարակությունը, կա մեր առօրյայի դժվարությունները, որ գնալով ամեն ինչ կարծես այսպես շատ է դժվարանում մեզ համար։ Անկամ տարական խցանումը դարձել է մեր կյանքի համար դժվարացնող մշտական առօրյա լարում, այսինքն առանց այն էլ կյանքը շատ լարված է հիմա։ Կա աղմուկ, այդ աղմուկը թե ֆիզիկական է եւ թե բովանդակային է։ Այս ամեն ինչը իրար գումարելով այնքան է դժվարացել ուղղակի սովորական խաղաղ ապրելը եւ խոսքը միայն Հայաստանի մասին չէ, ես պատկերացնում եմ, որ ամեն տեղ է այս լարումը, սենց կուտակված ամեն ինչը, սոցիալական ցանցերի ինֆորմացիաների հոսքը, այդ ամեն ինչը այնքան շատ է, որ ռեսուրս գտնելը այդտեղ ինչ որ մեծ ջանք է պահանջում։ Մարդը իմ կարծիքով ինքնին էվոլյուցիոն շատ թամբալ էակ է եւ դա իր պատճառն ունի, որովհետեւ ինքը իր ուժերը պահում է էվոլյուցիայից ելնելով հարցակման, կենթանի որսալու եւ այլն, այսինքն ինքը կուտակում է, այդ թամբալությունը դրա համար է։ Դա չի կորել մարդու մեջից այդ էվոլյուցիոն դրված թամբալությունը եւ մեծամասամբ ես հիանում եմ այն մարդկանցով, ովքեր կարողանում են օրվա մեջ ֆիզիկական ակտիվության ժամ ունենալ, մեդիտացիայի ժամ ունենալ, յոգայի ժամ ունենալ, քայլելու ժամ ունենալ, մայրության ժամ ունենալ։ Ինձ մոտ այդքան իդեալական այդ ամենը չի ստացվում եւ մյուս կողմից նաեւ ես հասկանում եմ, որ Instagram-ները ու նման այլ հարթակները այսպես շատ կեղծ իդեալական կյանքի հայելի են, որոնք մեզ վրա դնում են մի հատ առանձին այսպես բեռ, որ մենք նայում ենք, ախր ասում ենք, դե սա հնարավոր է, մարդը առավոտ 7-ին արթնացավ լրիվ գեղեցիկ, այսպես սպիտակ խալաթով 4 երեխաներին ճանապարհեց դպրոց եւ ինքն էլ գնաց մեդիտացիայի։ Ես չգիտեմ իրականում այդքան գեղեցիկ է բոլորի մոտ ամեն ինչ եւ արդյոք ինչ որ մեկը քաջություն ունենալու է դրա իրական կողմը ցույց տալու։ Ոնց է լինում 4 բալիկ ունեցող շարքային մայրիկի առավոտը իրականում կարծում եմ կգանք դրան, որ Instagram-ում մարդիկ կսկսեն ցույց տալ իրական կյանքը եւ այս ամենը ինձ վրա բացասական ազդեցություն ունենում է։ Ես դեռ չեմ կարողանում պատնեշներ ստեղծել, ինձ բլոկավորել եւ մաքրել այդ ամեն ինչը, եւ ես նայելով այդ ամենին ապշում եմ, որ ես միայն հասցնում եմ սուրճ խմել, Ֆաբիանային արագ-արագ հագցնել, ասել, որ դու ուշանում ես, եւ ես ինչ որ մի կերպ հասցնեմ դուրս գամ տանից, որովհետեւ օրն էլ է կարծես կրճատվել, չի հերիքում այդ ժամանակը այդ ամեն ինչը անելու համար։ Կամ սա միլենիալների եւ այսպես է սերունդների պատերազմ է, որ չգիտեմ, երիտասարդ մարդ է գալիս աշխատանքի ընդունվելու, վերջին սերնդի, ով ասում է, որ կարող է տրամադրությունս լավ չլինի վաղու, ես չգամ աշխատանքի, բայց այն մյուս օրը ես ռեթրիտ եմ գնալու, զեն վիճակում եմ լինելու, չեմ գալու աշխատանքի եւ մենք, որ sense երակային միացրած, բայց մի ձեռքով աշխատում ենք, մեր սերնդի համար այդ ռեսուրսներ գտնելը իսկապես դժվար է։ Ես գիտեմ, որ հիմա շատերը կլսեն եւ կհասկանան, որ սա իսկապես մեր սերունդի համար դա դժվար է։ Մենք երկու սերունդի արանքում ենք,
մեր ծնողները, ովքեր լրիվ ուրիշ մշակութային մարդիկ են եղել, լրիվ ուրիշ աշխարհ։ Մեր երեխաները ում մենք այնպես ենք վերաբերվում, կարծես մի հատ ինչ որ չգիտեմ, sense շատ նուրբ թիթեղյա բաներ են եւ չգիտեմ ինչ կլինի եւ մենք, ովքեր մութ ու ցուրտ տարիներին լամպի լույսի տակ կարդացել են հատորներով գրքեր, բակում խաղացել են այսքան նստած ձյան տակ ժամերով, չեն ունեցել ինչ որ հատուկ նյութերից պատրաստված կոմբինեզոններ, որը քամին եւ մնացած այլ վնասակար բաներ այսպես հետ է ուղարկելու ինչ որ հրաշքով, մինչեւ գիշերվա 12-ը հալամուլա են խաղացել բակի մեծերի հետ եւ մենք ոնց ենք ապրել հասել մինչեւ այսօր այդպես գարաժների գլխից ցածկելով, խաղալով, սոված, ծարավ, ինչ որ չգիտեմ մենք ոնց ենք եկել հասել այստեղ եւ մի հատ էլ նոր սերունդ ենք սարքել եւ այստեղ օրինակ ես քիչ ռեսուրս ունեմ եւ փորձում եմ այդ քչից միայն դրական արտահոսք այսպես անել, բարիք ստեղծել, ընտանիքից եմ վերցնում այդ ռեսուրսը։ Իմ ամենալավ տեղը դա մեր տունն է, մեր բազմոցն է, որտեղ ես եւ ամուսինս նստած ամբողջ օրը ամփոփում ենք, մինչեւ գիշերվա 4-ը կարող ենք տարբեր թեմաներից շատ խորը քննարկումներ ունենալ։ Այդ իմ տունն է, այդ հատվածը իհարկե բալիկիցս վերցնում եմ, ծնողներիցս, իմ թիմից, ովքեր լուսավոր մարդիկ են եւ իմ աշխատանքի ազդեցությունից։ Իրականում մարդիկ հիմա շատ խոսում են իրենց դժվարությունների, բարդությունների մասին, Instagram-ային իդեալականացված էսթետիկ կյանքի կողքին, նաեւ հիմա շատ են խոսում, թե ինչ դժվարությունների միջով են անցել, ինչպիսի ձախողումներ են ունեցել, կարծես դա էլ դարձավ այսպես ալիքի նման թրենդային թեմա, չնայած որ ես շատ հավանում եմ, որովհետև իրականում մարդիկ ուզում են լսել դժվար պատմություններ, պայքարի պատմություններ։ Անկամ հիմա ես լինելով Gen Z նայում եմ միլենիալների պատմությունները, մտածում եմ, թե ինչպես են նրանք դիմացել մութ ու ցուրտ տարիներին, ինչպես են մարտահրավերների միջով անցել, ոնց են այդքան ճանապարհներ ցուրտ գնացել եկել, որպեսզի սովորեն, բայց ես կարծում եմ, որ ամեն սերունդ ունի իր դժվարությունը։ Հիմա ավելի երիտասարդ, անգամ ինձնից ավելի երիտասարդների համար կա լրիվ այլ դժվարություն, որոնք ըստիս ավելի հոգեբանական են, գուցե օրինակ 90-ականներին դրանք եղել են ավելի ֆիզիկական, չեմ բացառում, հոգեբանական ֆակտորը, բայց հիմա մենք ավելի շատ ենք կենտրոնացած մեր անձի, մեր եսի, մեր տրավմաների վրա ու ինձ համար այսպես երկու իրականություն է։ Ժամանակին մարդիկ ավելի հեշտ էին դիմանում, վստահաբար անգամ եթե ամենավատ կորուստների միջով էին անցնում, նրանք կարողանում էին դա հաղթահարել, իսկ հիմա դիմադրողականության հարց կա ու ըստիս մարդու հոգեկան աշխարհը ինչքան դիմադրում է, այդքան մաշվում է։ Իմ տպավորությունը դա է։ Դրա համար գուցե հիմիկվա երիտասարդները ունեն այս խնդիրը անընդհատ ստրեսի ենթարկվելով իրենք ուղակի չեն կարողանում իրենց համար այնպիսի ստրեսակայուն վիճակ ստեղծել, որ կարողանան մի հատ հանգստանալ, շունչ քաշել հաջորդ ստրեսին դիմակայելու համար։ Ու սա հաստատ դարաշրջանի խնդիրն է իմ կարծիքով, որը միանշանակ պետք է հաղթահարել ու ամեն մարդ պիտի փորձի իր բանաձևը գտնել, իր վերաբերմունքն ունենալ այս հարցերին, բայց ուզում եմ անդադար խոսենք, բայց քանի որ արդեն հաղորդումն էլ պիտի եզրափակենք, ուզում եմ որպեսզի դու քո կողմից քո խորհուրդը տաս երիտասարդներին, ովքեր ունեն մեծ նպատակներ ու երազանքներ, ովքեր ուզում են ունենալ ամեն ինչ իդեալական, իրենց պատկերացրած իդեալական կյանքի համար, ոնց դիմակայեն դժվարություններին։ Ալես իրենքան բարդ պատասխանատվությունը ինչ որ մի բան ասել այսօր երիտասարդներին, իմ մոտ տպավորությունն է, որ իրենք ամեն ինչ գիտեն եւ մեր կարիքը չունեն, որ մենք ինչ որ մի բան ասենք։ Հիմա շատ ենք խոսում կրթության մասին, բոլորը խոսում են կրթության մասին։ Մեր բալիկը 5.5 տարեկան է, բայց մենք շուրջ 3 ամիս իր սեպտեմբերին դպրոց գնալու հարցով այսպես տարված ենք։ Վերջին 3 ամիսը ամբողջովին մի առանձին աշխատանք է, թե որ դպրոց է գնալու, ինչպիսի միջավայր է պետք, ինչ կրթություն է պետք եւ այլն, եւ հենց հիմա էլ ինքը 5.5 տարեկանում նստած է Օքսֆորդի ծրագրով դասի։ Ինքը 5.5-ում դպրոց է գնում եւ դպրոցական ծրագիր է անցնում։ Եվ որպեսզի ավելի այսպես պաթետիկ բաներ չասեմ, իսկապես կրթության մասին
պիտի մտածեն մեր երիտասարդները, կապ չունի ֆորմատը, կապ չունի դա Օքսֆորդը թե տնային ուսուցում է։ Եվ պիտի այդ կրթության մասին մտածեն ոչ թե հիմա, այլ թե ինչ է լինելու 10 տարի հետո։ Որտեվ մենք հիմա սովորում ենք մի բան, որը կարող է մյուս տարի արդեն փոփոխված լինի եւ դրա կարիքը չլինի։ Ուստի հենց հիմա մտածելով մի բան եւ դա պլանավորելով թե 10 տարի հետո ես կդառնամ լավ լեզվաբան արդեն այսօր պետք չէ, կարիքը չկա։ Բոլորը գիտեն լեզուներ, ակտիվոն համար քանակի կարիք չկա։ Արհեստական բանականություն կա դրա համար։ Եվ առաջին բանը, որ ես կխնդրեի, դա կրթության մասին սիրով մտածելն է, սիրով, հասկանալով, սիրելով կրթվելը, որ դա դառնա ոնց որ ինչ որ սովորական մի հատ առօրյա մի process, սա երևի ամենակարևորը։ Իսկ երազանքների եւ մնացած նպատակներին հասնելու տեսանկյունից ես կարծում եմ, որ մեր երեխաները մեզանից շատ ավելի լավ են պատկերացնելու իրանք ուր են գնում, այս աշխարհը ինչ ձև են ուզում դարձնեն։ Մենք ենք իրենց նայելու, որ տեսնենք ուր են տանում իրենք մեզ։ Ես մեծ հույսեր ունեմ մեր եկող սերունդի հետ եւ պատկերացնում եմ, որ իրանք մեզանից շատ լավն են։ Շնորհակալ եմ Արևիկ ջան, հաճելի հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ, որ բավականին բովանդակային եղավ։ Դե ինչ սիրելի ռադիոընկերներ եւ դիտողներ, Գործարար ալիքի եթերում 2X հաղորդաշարներ, իսկ ես Մանե Բարեղամյանն եմ եւ ես այսօր զրուցեցի Արևիկ Համբարձումյանի հետ։ Կհանդիպենք։